Լոռու մարզի հեռավոր Շնող գյուղում այս տարի 17 առաջին դասարանցի կա։ Դպրոցում առաջին զանգն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ է նշվում։ Գիտելիքի եւ դպրության օրը տոն է դառնում Շնողի յուրաքանչյուր բնակչի համար։ Դպրոցն էլ առանձնահատուկ է դիմավորում հատկապես իր փոքրիկ սաներին։ Նոր եռանդով լեցուն ուսուցիչներ, տոնական դասասենյակներ, ուսումնական նվերներ եւ այլն։ Շնորհավորում եմ մեր աշակերտներին, Հայաստանի Հանրապետության բոլոր աշակերտներին այսօրվա սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ցանկանում եմ բոլորին առողջություն եւ բոլորին հաջողություն ուսման բնակավարում։ Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թվաքանակը Շնողում նվազել է, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ 3300 բնակիչ ունեցող գյուղում եկող տարի դպրոց հաճախող երեխաների թիվը կրկնապատկվելու է։ Հիմա դպրոցում ավելի քան 350 աշակերտ է սովորում։ Անցած տարի Շնողի միակ դպրոցը 42 շրջանավարտ է ունեցել, որից 16-ն այս տարի ուսանող են հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Անցյալ տարի ունեցել ենք 2 առաջադասարան, իսկ այս տարի ունենք մի առաջադասարան։ Իսկ հիվանդանոցի տվյալներով արդեն մյուս տարի նորից ունենալ ենք 2։ Բայց ամեն դեպքում աշակերտների թիվը նվազում է, դա իսկ անդրադառնում է արդեն դպրոցի դասաժամերի, ասենք ուսուցիչների վճարման բավականին խնդիրներ առաջանում։ Գյուղի շենքային պայմանները լավ վիճակում են, այն հիմնովին նորոգվել է 6 տարի առաջ։ 12-ամյա դպրոց է, որտեղ հիմնականում աշակերտները տեղացիներ են։ Դպրոցի միակ խնդիրը դասաժամերի հետզհետե նվազումն է եւ արդյունքում ծագած ֆինանսական հնարավորությունների հարցը, որի հետևանքով առաջանում է ուսուցիչների կրճատման խնդիր։ Այնուամենայնիվ դպրոցի տնօրենը նշեց, որ այս ուսումնական տարում ոչ մեկը չի կորցնի իր աշխատանքը, կպահպանվեն բոլոր աշխատատեղերը, թեկուզ քիչ դասաժամերով։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։